Ես ուզում եմ հիմա խոսենք նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղված այս արշավով, որը ակնհայտորեն դրսից եկած թելադրանք է, միանշանակ Թուրքիա, Ադրբեջան, ավելին եթե գլոբալ նայենք, այլ ուժային կենտրոններ եւս այստեղ թիկունքում են կանգնած։ Իդեպ դուք մի գրառում եք արել, ուզում եմ ընթերցել, հա, ձեր Facebook-յան գրառումն եմ վերցրել, երբ քննադատում ես Փաշինյանին կամ որևէ պետական պաշտոնյայի, հայտարարում, որ իշխանությունը պետք է հեռացվի կամ իրականացնում ես խաղաղ հավաքներ, անմիջապես սրանք տալիս են իշխանության զավթման փորձ, պետության դեմ ուղղված արարք, ոտնձգություն սահմանադրական կարգի դեմ, այս եւ այլ ձևակերպումներ, բայց այդ նույն մարդիկ արշավ են սկսում ամենայն հայոց կաթողիկոսի սրբազան հայրերի դեմ։ Պարզաբանում են, որ դա ոչ թե եկեղեցու, այլ կոնկրետ անձանց դեմ պայքար է կամ եկեղեցու ազատագրում։ Հիմա սրանից ելնելով հարցս հետեւյալն է. այս իշխանությունը իրավունք ունի խառնվելու հայ եկեղեցու գործերին, որովհետև դուք եք նշել եկեղեցու ազատագրում է, հա, բարենորոգում, չգիտեմ, ինքը իրավունք ունի ընդհանրապես, սահմանադրորեն, հա, այդ իրավունքը ունի ինքը իրավական առումով եւ պահանջելու նաեւ կաթողիկոսի հրաժարականը։ Իրենք անձնավորում են, բայց իրականում այո, պայքարը մեր եկեղեցու դեմ է։ Եվ դա Ադրբեջանի թելադրանք է, որում համոզված են բոլոր, իհարկե, կարծում եմ, որ եկեղեցին սպառնալիք է տարածքայինաբով։ Ես ավելի քան համոզված եմ, որ դա Ադրբեջանի թելադրանք է, ուղղակի մեր սահմանադրական կարգը, մեր, չգիտեմ, մեր առհասարակ բարոյական նորմերը թողելով ինքը ավելի շատ։ Ես չեմ բացառում, որ ինքը մի օր Հայաստանի Հանրապետությունում իսլամ ընդունել է որպես պետական կրոն եւ դա ասելու է, դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Որ լինենք անվտանգ։ Այո։ Հա, կարող է արդարացնել ամեն ինչի կհասնենք, եթե նա շարունակի մնալ անշոշտ իշխանության։ Այստեղ գալով կաթողիկոսին, ամենայն հայոց կաթողիկոս այն բացառիկ եւ անձն է եւ մեր կառույցը, եկեղեցին այն բացառիկ կառույցն է, որը ի սկզբանե դատապարտել է Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականությունը Արցախի պարագայում գոնե թե եւ մինչեւ վերջ մնացել է իր այդ դիրքերում եւ հիմնավորել իր տարբերություններում, այո, եւ բարձրացնել վերադարձի եւ հենց արշավը սկսել է վերջինիս նկատմամբ, հենց դրա կողմից եւ ես դրա համար է հիմա որ ներկայումս ասում եմ, որ արցախցիները պետք է կանգնեն, ուղղակի բարոյապես անգամ պարտավոր են կանգնել այդ անձի կողքին, որովհետեւ երևի միակ անձանցից ով որ միջազգային հարթակներում միջև վերջ պայքարել արցախցիների վերադարձի համար Արցախի թեմը պահպանելով հետագայում կանգնելով մի իրավիճակի առջև, որի պահպանած թեմի առաջնորդը դեմ է դուրս եկել։ Այ հիմա ես ուզում եմ մեր խոսքը բերենք դրան։ Շնորհակալ եմ, որ դուք միանգամից ավելացրեցիք, այո, Շվեյցարիայում հիշում ենք ինչ շատ կարևոր այսպես քննարկում, այդ հարթակը եղավ, այո, կազմակերպել էր հենց մեր կաթողիկոսներ կազմակերպել, իդեպս ընթացքում դրսից տարբեր անձիկ, թե գերմանացիներ, թե տարբեր, անգամ Մեծ Բրիտանիայի արտգործ փոխնախարարն է արդեն սաստում Փաշինյանին, որ չափերը շատ է անցել, հա, անգամ պատկերացնում եք ուժային կենտրոններ կան, որոնք մենք վստահ ենք, որ հենց այդտեղից է թելադրում Փաշինյանը, բայց անգամ այդ ուժային կենտրոններում սկսել են անհանգստանալ, մի քիչ շատ է անցել, հա, չափերդ եկեղեցու հետ կապված ու հետ քայլ արա։ Եվ ես վերջերս նաև եթերով մենք հաղորդաշարի ընթերցեցի գերմանացի պատմաբաններից մեկի խոսքը, որտեղ նա ասում էր. «Սիրեք հայր, ձեր հայրն է ամենայն հայոց կաթողիկոսը, նա շատ ուժեղ մարդ է, նա աշխարհում հայտնի մարդ է եւ Արցախի եւ հայ ժողովրդի համար մեծ գործ արած մարդ է, դուք չունեք այդ տեղեկատվությունը, իմացեք թե որքան կարեւոր անձ է նա եւ եթե նրան դուք թիրախավորում եք, դուք հեղինակազրկվում եք աշխարհում եք թե որպես ազգ, թե որպես պետություն»։ Օտարն է անգամ Ռոման պատկերացնում եք բարձրաձայնում, բայց իմ համար ցավ ի սրտե հիմա կուզեմ խոսել այդ մասին։ Այդ 10-ը որտեղից հայտնվեցին, գտավ, հա, այսինքն հուդաներին հեշտ կարողացավ գտնել եւ 10-ի մեջ Արցախի թեմի առաջնորդը դուք տեսեք, Արցախի թեմի առաջնորդը նախ ես հիշեցնեմ, որ Արցախի թեմի առաջնորդը անգամ բլոկադայի օրերին Արցախի հանրապետությունում չէր գտնվում, բայց ներկայումս հայտարարում է, որ հավատարիմ է իր Արցախի օդին եւ ես գիտեմ, որ ունենալով ռեալ հնարավորություն վերադառնալ Արցախ ռուս խաղապահների ուղեկցությամբ նա հրաժարվել է այդ գործողությունից, բայց դա դնում է եղել, բլոկադայի, հա, բայց դա դնենք մի կողմ եւ անցնենք ներկայումս նրա չէ, բայց դա էլ է, չէ, ինչ որ բան ասում։ Չի եղել իր հոտի կողքին։ Բնականաբար շարունակենք ներկայումս դա տեսեք ինքը անտեսել է իր այդ քայլով խոսքը ոչ միայն վերաբերում է, չգիտեմ, վեհապարի նկատմամբ իրականացրած այդ ամեն ինչի, չնայած դա մեր համար առաջնային է, բայց այնուամենայնիվ ինքը
հանցանք է գործել նաև արցախցիների նկատմամբ, անտեսել է արցախցիների նկատմամբ ցուցաբերված անարդարությունն ու ցավը։ Բարի բուն իմաստով ինքը խոնարհվել է այն անձի առջև, ով որ Արցախը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ով առաջարկում է մեկը միշտ փակել արցախցիների վերադարձի թեման։ Եվ դրանից անմիջապես հետո ինքը գնում եւ խոնարհվում է այդ մարդու առջև։ Դա ինչ է նշանակում։ Ես վստահ եմ տեսել եք արցախցիների անդրադարձը դրան։ Եվ ձեր անդրադարձը նաև ուզում եմ հասկանալ ինչ կազմակերպել ենք անգամ գործընթաց, ես դիմել եմ Արցախյան Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպանի բոլորին, խնդրելով միավորվել եւ Արցախյան ՀԿ-ներին եւս դիմել եմ, խնդրել եմ միավորվել ենք եւ մենք նամակ ենք ուղղել, արդեն գրավոր նամակ ենք ուղղել, մենք արցախցիներից մենք կարող ենք այդպիսի իրավունք վերապահել։ Մենք դիմել ենք ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելով, տեսեք, մենք կարգալույցի պահանջ չենք ներկայացրել, դա եկեղեցական հարց է, մենք դրան չենք միջա։ Մենք խնդրել ենք ընդհանրապես փոխել մեր թեմի առաջնորդին փոխելու հարցը։ Այո, հավատը արցախցիների հավատը եկեղեցու նկատմամբ իր արտացոլումն է տեսնում նաև Արցախի թեմի առաջնորդի։ Մենք չենք ցանկանում ունենալ մի առաջնորդ, ով որ իշխանության ստրուկն է, ով որ խոնարհվում է այն անձի առջև, ով որ Արցախը հանձնել է իր սրբավայրերով, եկեղեցիներով, խաչքարերով եւ գերեզմաններով թշնամուն, ով որ փակում է արցախցիների վերադարձի հարցը կամ ով որ Արցախը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ անգամ Արցախ բառը չհնչեցնում։ Ռոման, ինչ կոմպրոմատներ կարող էին պատճառ լինել։ Գիտենք, որ այն 8-ի, 9-ի, գոնե թե 4-ի դիմաց դրվել են հստակ կոռուպցիոն անցյալ են ունեցել, աղանդավորական կապեր են ունեցել։ Վարդանի Սրբազանի արչև եւս այդպիսի պահանջներ վստահ են, որ դրվել են, կապված շատ մեծ հանրային քննարկում է ստացել իր բնակարանի հարցը։ Դա ճշմարիտ է, հա, որ ասել են բնակարանից կզրկվես, եթե շարունակես պաշտպանել հանկարծ եկեղեցին։ Ես ասեմ ավելի, մեր քաղաքական ակտիվիստներից կամ հասարակական գործիչներից մեկը նաև բարձրացրել է հարցեր, որ Արցախյան Հանրապետությունում որոշակի գործողությամբ էր զբաղվում, մարդկանց գումարներ ունի տալիք եւ այլն, չկա տարած պարտավորություններ ունի եւ այդ ամենը հնարավոր է իր արժեվ դրված լինի, բայց ես անձահիմա չեմ կարողանում մտաբերել ով, բայց եկեղեցականներից մեկը ասել է անգամ մահվան արժև կանգնած լինելով ես այս աշխանության արժև գլուխ չեմ խոնարհի եւ Վրդանի Սրբազանը պետք է առաջնորդվեր հենց այդ տրամաբանությամբ անկախ սպառնալիքներից, անկախ այդ շանտաժներից, որոնք իր արժև դավաճանել ամենայն հայոց կաթողիկոսին եւ երկրորդաբար դավաճանել նաեւ Արցախի ժողովրդին, սա քայլ է, որը երբեք չի մոռացվելու։ Երբեք չի մոռացվելու։ Իսկ ձեր այդ պահանջից կապված թեմի առաջնորդին փոխելու հարցը, որ ասացիք բարձրացրել եք, չկա դեռ որևէ։ Հիմա այդ մասին հրապարակային հայտարարություն անել չեմ ցանկանում, որովհետև կարծում եմ, որ հրապարակային հայտարարությունից կարող է որոշակիորեն անդրադառնալ այդ գործընթացին կամ նոր արշավ սկսվի ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, բայց վստահեցնում եմ, որ մեր նամակը տեղ է հասել ամենայն հայոց կաթողիկոսին եւ շուտով դրա վերաբերյալ համապատասխան որոշում։ Հա, որովհետեւ կան մարդիկ այնտեղ, այդ 10-ը պիտի ստանան իրենց պատիժը, այսպես։ Իսկապես դա պիտի ստանան։ Եվ բնականաբար 10-ը պետք է ստանան, դա բարոյականության հարց է, բայց առաջնային արցախցիների համար հենց Վրդանի Սրբազանին ամենայն չգիտեմ, մենք տեսեք, ես անգամ իսկ թույլ չեմ տալիս Փաշինյանի կերպ իրեն ավազանի անունով դիմել, ասել կամո եւ այլն, ոչինչ, դա եկեղեցու հարց է, դա իմ հարց չի, երբ որ նա կարգալույց կամ այն վաղ ժամանակ ես կդիմեմ նրան անուն ազգանով, ես հիմա նրան այսքան ցավով հանդերձ դիմում եմ որպես Վրդանի Սրբազան։ Եվ իմ պահանջը հետեւյալն է կամ իմ խնդրանքը հետեւյալն է, որպես արցախցի, որպես Արցախի հոգևոր թեմի հավատացյալ, ես խնդրում եմ փոխել Արցախի թեմի առաջնորդին։ Փոխեք Արցախի թեմի առաջնորդի, հետագայում կարգալույց կանեք նրան ավազանի անունով կդիմենք, թե մենք ինքներս նրան վերաբերյալ ինչ կարծիք ունենք, դա երկրորդական հարց է։ Այս պայմաններում ամենաակտուալ Արցախի թեմի առաջնորդին հեռացնելն է։ Որովհետև Արցախի ժողովրդի մոտ վստահության այլևս հստակ կորուստ կա, իսկ պետք չէ որ դա լինի, որովհետև դա կապն է, ուղիղ կապն է նաև մեր եկեղեցու։ Այո,